Նյարդապանում հյուրընկալել եմ ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Գևորգ Սաֆարյանին, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հայաստանի վարչապետին անվստահություն հայտնելու այդ հարցը շարունակում է մնալ ընդդիմության օրակարգում։ Այսօր արդեն պաշտոնապես պատիվ ունեմ խմբակցությունը նախաձեռնել է այդ գործընթացը, նրանք առաջադրել են վարչապետի իրենց թեկնածուն Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Հայաստան խմբակցությունն էլ հայտարարել է, որ պատրաստ են համապատասխան ստորագրություններ ապահովել։ Սրանով հանդերձ շատերն են այս գործընթացը ի սկզբանե ձախողված եւ անլուրջ գնահատում։ Ձեր գնահատականը որն է, արդյոք արդյունավետ կլինի կամ լուծում կարող է լինել սա, կարող է գործընթացը հասնել նպատակին, եթե ոչ, ապա Սերժ Սարգսյանի թիմը, այսպես ասենք, ում ջրաղացին է ջուր լցնում։ Այդտեղ հարցը առաջանում, իսկ նպատակը որն է։ Ինչ նպատակ է հետապնդում այդ գործընթացը, եթե մենք սահմանում ենք նպատակը վարչապետի փոխելուն, ապա հավաստիացնում եմ ձեզ, որևիցե մեկը դրան չի հավատում, ովքեր այդ գործընթացի մեջ են։ Այսինքն գործընթացի նպատակը վարչապետին փոխելը չէ։ Այդ դեպքում որն է նպատակը։ Մենք տեսնում ենք հերթական սև ու սպիտակ խաղը, եւ երբ որ մենք ասում ենք, թե նախկինները սրանով ում ջաղացին են փորձում ջուր լցնել, միանշանակ իշխանությունների։ Նաև խոսել ենք մենք դրա մասին ձեր հետ, որ այսօրվա իշխանությունների միակ հենարանը եղել եւ մնում են նախկինները։ Այսօրվա իշխանությունը եկել է իշխանության ասելով, որ մերժեք նախկիններին եւ ստացել է մանդատ, հետագայում ասել է, որ տվեք ինձ երկաթե մանդատ, ես պատժեմ նախկիններին, այսօր ասում է, որ ես չլինեմ, նախկիններն են գալու։ Եվ այս ջաղացին ջուր են լցնում նախկինները, պատրաստվելով հերթական ընտրություններին եւ պատրաստվելով հերթական սև ու սպիտակ քաղաքական դաշտը ձևավորելու, ամեն ինչով նախկինները աջակցում են այս իշխանություններին, ցույց տալով իրենց, որ իրենք կան, որպեսզի իշխանությունները կարողանան հանրության ասեն, տեսեք, մենք չլինենք, նախկիններն են գալու։ Մյուս կողմից նախկինները իրենց հերթին, ներկաները իրենց հերթին չեն իրականացնում լյուստրացիա, չեն բացում գաղտնի արխիվները, ինչի արդյունքում նախկինները հանգիստ նստած են ազգային ժողովում եւ այս նմանատիպ կլոունադան կարող են կազմակերպել։ Այսինքն մենք տեսնում ենք հերթական սև ու սպիտակ խաղի, սև ու սպիտակ քաղաքական դաշտ խաղալու գործընթաց։ Փաստացի ստացվելու է, որ 2026-ին մենք ունենալու ենք նույն պատկերով խորհրդարան, այսինքն այս համագործակցությունը բերելու է նույն պատկերով խորհրդարանի եւ եթե գործընթացները հասնեն 2026 թվականի ընտրություններին, եթե այդ ընտրությունները կայանան, ապա այո, մենք այսօր տեսնում ենք, որ թե սևերը, թե սպիտակները նորից առաջ են տանում սև ու սպիտակ քաղաքական դաշտ, շատ ուղիղ տեքստով ասելով իրենց հարցազրույցները դրա վկան են երկու կողմն էլ, որ կամ մենք ենք, կամ նախկիններն են, կամ ներկաներն են։ Այսինքն միանշանակ է, որ քաղաքական դաշտը ոչ բնական ձևով պահվելու է սև ու սպիտակ դաշտում, նրանք ամբողջ մեդիան ուզուրպացրել են, ամբողջ մեդիան այսինքն հեռարձակվող մեդիան եթեր հեռարձակվող մեդիան գտնվում է իրենց ձեռքում եւ այդ լծակի միջոցով նրանք հանրությանը համոզել եւ շարունակում են համոզել, որ արկա է սև ու սպիտակ քաղաքական դաշտ, չկա որևիցե երրորդ, որևիցե այլ խաղացող եւ կամ սևերն են կամ սպիտակներն են, իսկ իրականում սև ու սպիտակ քաղաքական դաշտը կամ չէ, եւ է, այսինքն եւ սևերն են անցնում ազգային ժողով եւ սպիտակներն են։ Եվ նրանք այսպես ժողովրդացման պասերով շատ հանգիստ խաղում։ Ասացիք, եթե հասնենք ընտրություններին, այսինքն ինչ պետք է տեղի ունենա, որ ընտրությունների չհասնենք։ Մենք գտնվում ենք այնպիսի, այսպես վերջնագծի վրա, որպես պետություն, որ ցանկացած պահին կարող են տեղի ունենալ ինչ-որ գործընթացներ, որոնք կարող են ոչ միայն խանգարել այդ ընտրություններին, այլ մեր գոյությունը դնել կասկածի տակ։ Նայեք, այսօր մենք տեսնում ենք հենց այսօր օրինակ Թուրքիան եւ Ադրբեջանը անցկացնում են հերթական լայնամասշտաբ ռազմական զորավարժություններ։ Հիշեցնեմ, որ 2020 թվականի պատերազմին նախորդեց մի քանի այդպիսի զորավարժություն եւ Ադրբեջանը անցավ հարձակման։ Այսինքն մենք միշտ գտնվում ենք այսպիսի վտանգի ներքո։ Հիշեցնեմ նաեւ ԱՄՆ-ի պետդեպը ամիս առաջ երևի հայտարարեց, որ արկա է վտանգ ռազմական բախման Ադրբեջանի եւ Հայաստանի միջև եւ իրենք փորձում են դա կանխել։ Այսինքն մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ կա այս վտանգը, ինչը գոյութենական վտանգ է Հայաստանի համար, որովհետեւ Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում այսպիսի դիմակայության։
Եվ այսօր արդեն կարծես թե բավականին հավաստի են դառնում այն տվյալները, որ Ադրբեջանը պատրաստվում է Պակիստանից ձեռք բերել շուրջ 40 ռազմական օդանավեր։ Ռազմական գործից քիչ թե շատ հասկացող մարդիկ պատկերացնում են, թե սա ինչ ուժ է։ Որպեսզի պարզ լինի, բազմաֆունկցիոնալ օդանավեր պատերազմի ժամանակ մեր դեմ կիրառվել են ընդամենը 4-ը Ադրբեջանի կողմից, այսինքն թուրքական օդանավեր էին։ Հիմա Ադրբեջանը փորձում է նմանատիպ օդանավեր ձեռք բերել 40, այսինքն 10 անգամ ավելի շատ։ Նորից եմ ասում, մարդիկ ովքեր հասկանում են այդ գործից շատ լավ գիտեն, սա ինչ ահռելի ուժ է։ Եվ եթե մենք չենք պատրաստվում պատերազմի, ապա այդ օդանավերը վաղը հայտնվելու են Երևանի օդում եւ ռմբակոծելու են Երևանը, եւ սա այլևս ինչ որ երևակայական երևույթ չէ, սա շատ ուղիղ ռեալ վտանգ է։ Պատերազմելու Հայաստանը կլանելու այդ ցանկությունը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նոր չէ, պարոն Սաֆարյան, բայց այստեղ ով է կանաչ լույս, այսպես ասած, տալու Ադրբեջանին, եթե ԱՄՆ-ից հայտարարում են, որ իրենք փորձելու են կանխել։ Նայեք, ԱՄՆ-ից հայտարարությունը, որ իրենք փորձելու են կանխել, ինչքան զգուշացնող է Ադրբեջանին, որ չփորձես գնալ նման տիպ գործողությունների, որովհետև մենք դեմ ենք, որովհետև ուզում ենք կանխենք։ Նույն չափ նաև փափուկ է, որովհետև եթե լիներ օրինակ կոշտ հայտարարություն, որ ԱՄՆ-ն թույլ չի տա նման ռազմական գործողություններ, սա կլիներ արդեն կանխարգելիչ գործողություններ։ Երբ որ ԱՄՆ-ն ասում է, որ ինքը փորձում է կանխել, սա նշանակում է, որ այդ փորձը կարող է եւ ձախողվել։ Այսինքն մենք այսպես մտահոգվելու տեղ ունենք, որովհետև տեսնում ենք, որ Թրամփյան քաղաքականությունը բավականին լոյալ է թե Ռուսաստանի նկատմամբ եւ թե Թուրքիայի նկատմամբ։ Իսկ Հայաստանի վրա հարձակումը, մասնավորապես Սյունիքի հատվածում, այդ միջանցք կոչեցյալը բացելու համար ձեռնատու է թե Ռուսաստանին եւ թե Թուրքիային։ Այո, մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն եւ մանավանդ Իրանը մնում են բավականին կոշտ դիրքերում, սակայն բազմից խոսել ենք, որ քաղաքականությունը դա փոփոխական երևույթ է։ Չկա երաշխիք, որ վաղը Իրանին չի ներկայացվի այնպիսի մի առաջարկ, որից ինքը չի կարող հրաժարվել։ Չկա երաշխիք, որ վաղը Իրանի հետ բախում չի առաջանա, օրինակ ԱՄՆ եւ Իրան բախում։ Չկա երաշխիք, որ այս բախման մեջ Թուրքիան ԱՄՆ-ին չի առաջարկի Իրանի օրինակ դեպի միջերկրական ծով ճանապարհը փակել, այսինքն բացել Սյունիքի միջանցք։ Քաղաքականությունը ինքը քաղաքական երաշխիքները, որոնք առկա են այսօր, որոնք կան, նրանք կարող են փոփոխվել։ Իսկ ռազմական երաշխիքները այս պետությունը չի փորձում ձևավորել, այսինքն չի փորձում հանրությանը պատրաստել պատերազմի եւ պետությունը պատրաստել պատերազմի, որ եթե քաղաքական երաշխիքները չգործեն, պետությունը անցնի դիմադրության։ Եվ ինչ է ստացվում, որ եթե կորան ինչ-որ մի օր քաղաքական երաշխիքները, կորում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Պարոն Սաֆարյան, քանի որ այս թեմային անդրադարձանք, օգտվելով առիթից եւս մեկ հարց, դուք մեղադրում եք գործող իշխանություններին ռուսական ազդեցության գոտում լինելու մեջ։ Հիմա ձեր համար ո՞րն է բացատրությունը, որ չնայած Լավրովի այցին, օրինակ, չբավարարվեց ռուսական կողմի ակնկալիքը Սյունիքում ունենալ ռուսական հյուպատոսություն։ Իրանի կոշտ արձագանքը այս հանգամանքների, որովհետև Իրանը տեսնում է, որ Ռուսաստանը փորձում է այդ միջանցքը բացել եւ Ռուսաստանը չի էլ թաքցնում։ Անգամ հղում կատարելով ուրեմն նոյեմբերի 9-ի փաստաթղթին, որը Ռուսաստանը եւ Ադրբեջանը բոլոր կետերը խախտել են այդ փաստաթղթի, Ռուսաստանը խոսում է այն մասին, որ պետք է այդ միջանցքը տրվի։ Ես ճիշտ եմ հասկանում, այդ հարցում խոսում են Իրան եւ Ռուսաստան եւ այստեղ Հայաստանը դերակատարում չունի կամ Հայաստանի իշխանությունը եթե համաձայնում է տրամադրել հյուպատոսություն, այստեղ Իրանը ինչպես կարող է խոչընդոտել։ Իրանը եւ ԱՄՆ-ն եւ Արևմուտքը այստեղ արտահայտում են իրենց դեմ լինելը, բայց այդ դեմ լինելը չի արտահայտվում Իրան-Ռուսաստան փոխհարաբերությունների մեջ։ Այդ դեմ լինելը արտահայտվում է Իրան-Հայաստան փոխհարաբերությունների մեջ, Ֆրանսիա-Հայաստան փոխհարաբերությունների կամ ԱՄՆ-Հայաստան փոխհարաբերությունների մեջ, որտեղ նրանք ասում են, որ իրենք չեն ուզում, որ նման հյուպատոսարան բացվի, եւ մենք տեսանք, որ բացվեց ֆրանսիական հյուպատոսարանը։ Այսինքն արկա է Իրանի եւ Արևմուտքի կողմից ճնշում։ Այստեղ հետաքրքիր է, որ Իրանն ու Ռուսաստանը բավականին լավ հարաբերություններ ունեն իրար հետ այլ հարցերում։ Սակայն Սյունիքի միջանցքը Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի եւ այդ հարցում նա
առնվազն մինչ այսօր տեղի չի տալի ռուսական ճնշումներին եւ նաեւ ինքը իր կողմից ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա եւ նաեւ արևմուտքն է այդ ճնշումները գործադրում, որ Սյունիքում ռուսական ներկայությունը չամրապնդվի, որը կարող է բերել Սյունիքով միջանց տրամադրելու կամ առհասարակ Սյունիքը Ադրբեջանին անցնելու գործընթացի բարելավման Թուրքիայի եւ Ռուսաստանի համար։ Դրա համար ճնշում են չեն թողում, որ այնտեղ Ռուսաստանը ավելի ամրապնդվի։ Ներքաղաքական իրադարձություններին, եթե անդրադառնանք, Փաշինյան կաթողիկոս վերջին օրերի այս հակադրությունը դուք որակում եք ռեժիմի կողմից եկեղեցու վարկաբեկման փորձ, բայց պարոն Սաֆարյան, դուք նույն գրառմամբ չեք նկատում, որ եկեղեցու հոգևոր դասը, բարձրագույն դասը մտել է քաղաքականություն, հետևաբար ենթադրելի է, որ կարող են ստանալ կոշտ հարցեր, կոշտ արձագանք, ինչու։ Նայեք, պետք է այստեղ նախ վերլուծությունից առաջ մի քանի հանգամանք արձանագրել, որոնց վրա հիմնվել եւ իրականացել վերլուծություն։ Նախ առաջինը պետք է արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Բ-ի հետ որևիցե խնդիր չունի։ Երբ որ նա եկել է իշխանության, անգամ իրեն կոչ հղվեց աջակցել այն մարդկանց, ովքեր որ պահանջում էին Գարեգին Բ-ի հրաժարականը, նա շատ հստակ հայտարարեց, որ ինքը դա չի անելու, որովհետև ինքը համարում է, որ պետությունը եկեղեցու գործերին չպետք է խառնվի։ Հետագայում նա նաև հրապարակեց ուրեմն Գարեգին Բ-ի հետ համատեղ լուսանկար, մեկնաբանելով, որ սա դարակազմիկ լուսանկար է եւ այլն։ Այսինքն արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Բ-ի հետ որևիցե խնդիր չունի։ Սրա հետ մեկտեղ հայ առաքելական եկեղեցին շատ մեծ հեղինակություն ունի աշխարհում, որովհետև աշխարհում առաջի քրիստոնյա եկեղեցին է, կարող ենք հիշել նաև Հռոմի Պապի այցելությունը Հայաստան ժամանակին եւ նա արձանագրեց այդ հանգամանքը, որ Հայաստանը առաջին քրիստոնյա պետությունն է, նաև կաթոլիկ եկեղեցու կողմից նարեկացում սրբադասելու գործընթաց տեղի ունեցավ, շատ հրապարակային եկեղեցու ներկայացուցիչներ էին տեղին, նույնպես ֆիքսվեց հայ առաքելական եկեղեցու դերը քրիստոնեական աշխարհում, այսինքն սա շատ մեծ հեղինակություն ունեցող կառույց է, ինչը մտահոգում է Թուրքիան եւ Ադրբեջանը։ Թուրքիան միշտ առանձնակիորեն շեշտել է, որ Թուրքիայի համար հայկական սփյուռքը եւ հայ առաքելական եկեղեցին հանդիսանում են խնդիրներ։ Եվս մի արձանագրում, որ Նիկոլ Փաշինյանի կողմից այս հարձակումը եկեղեցու վրա սկսվեց անմիջապես այն բանից հետո, երբ որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հայտարարեց, որ հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է իրենց համար սպառնալիք։ Անմիջապես օրեր հետո սկսվեցին Նիկոլ Փաշինյանի խելահեղ, ոչ ադեկվատ ուղղակի գրառումները այն մասին, որ պետք է ստուգել ինչ-որ մարդկանց կուսություն եւ այլն, սա զավեշտ է ուղղակի։ Եվ հարցը առաջանում, իսկ ինչի է այդ դեպքում իշխանությունները անցել նման գործողությունների, որովհետեւ այս իշխանությունները վարում են պրոթուրքական եւ պրոադրբեջանական, ինչպես նաեւ պրոռուսական քաղաքականություն, եւ երբ որ ուրեմն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից եկավ հերթական մեսիջը, որ ձեր եկեղեցին մեզ խանգարում է, սկսվեց եկեղեցու վարկաբեկման գործընթացը։ Եվ այստեղ շատ կարևոր մի արձագանք կա հանրության կողմից։ Ես հենց դա էի ուզում ասել, եթե այդպես լիներ, Նիկոլ Փաշինյանը իր հեղինակության այն պիկի ժամանակ այդ հնարավորությունը կօգտագործեր եւ ոչ երբ որ հենց ինքը իր հեղինակության հետ կապված խնդիր ունի եւ Փաշինյանի դրած այդ նպատակը եկեղեցուն վարկաբեկելը վստահաբար չի ունենա այն արդյունքը, որը կարող է նա ենթադրել։ Եթե Փաշինյանը կաթողիկոսի հետ խնդիր ունենար, նա իր հեղինակության պիկի ժամանակ ընդամենը այսպես մեկ մատի հարվածով կհեռացներ կաթողիկոսին։ Բայց այն ժամանակ եկեղեցու այդ բարձրաստիճան պաշտոնյաները ներգրաված չէին քաղաքականության մեջ, պարոն Սաֆարյան։ Արձանագրում ենք, որ ինքը տվյալ անձի հետ խնդիր չունի։ Այսօր Փաշինյանը եկեղեցուն հարվածելու գործընթացը փորձում է ներկայացնել այնպես, որ ինքը կոնկրետ կաթողիկոսի անձի եւ նրա կույսի եւ կամ կույս չլինելու հետ կապված խնդիր ունի։ Սակայն մենք արձանագրում ենք, որ կաթողիկոսի անձի, ինչպես նաև նրա գործունեության, որը իհարկե բացասական գործունեություն եղել տարիներ շարունակ նա կտվյալ անձը, այսինքն Գարեգին Բ, սերտաճած է եղել ռեժիմի հետ, Սերժ Սարգսյանի իշխանության եւ այլն։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտեր եւ գալով իշխանության եւ ինչպես դուք նշեցիք ունենալով շատ բարձր հեղինակություն, նա ոչ միայն որևիցե գործողություն չարեց, որ կաթողիկոսը փոխվի, այլ ընդհակառակը պաշտպանեց կաթողիկոսին։ Գարեգին Բ-ին, կոնկրետ տվյալ անձին։ Եվ հիմի հարց է առաջանում, եթե ունենալով նման բարձր հեղինակություն նա դա չարեց,
Ինչի է դա նա անում այսօր, որովհետև երբ որ ինքը նոր էր եկել, չկար այդ իրավիճակը ռուս-թուրքական տանդեմին եւ Ադրբեջանին ենթարկվելու, իսկ պատերազմից հետո մենք տեսնում ենք, որ դա ուղիղ ենթարկություն է ուղղակի։ Այսինքն ինչ այնտեղից ասում են Թուրքիայից, Ադրբեջանից կամ Ռուսաստանից, անմիջապես մեր ուրեմն իշխանությունները սկսում են դրան արձագանքել։ Այսինքն նորից պետք է արձանագրեմ, որ ինքը Ղարեգին Բ-ի հետ որևիցե խնդիր չի ունեցել եւ չունի եւ կատարում է օտար պատվեր։ Ինչ վերաբերվում է եկեղեցու կողմից ուրեմն քաղաքականության միջամտելը եւ այլն։ Մենք տեսնում ենք, որ եկեղեցին որպես կառույց, համենայն դեպս հրապարակային այդ գործողությունը չի կատարում։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։
Ինչ է նշանակում եկեղեցին որպես կառույց այդ գործողությունը չի կատարում։ Եկեղեցին որևիցե քաղաքական հայտարարություն, քաղաքական միջամտություն այս ընթացքում չի կատարել։ Որպես կառույց, հայ առաքելական եկեղեցին իր պաշտոնական հայտարարություններով եւ այլն։ Եթե մենք արձանագրում ենք այն հանգամանքը, որ Բագրատ Սրբազանը արդեն մտավ քաղաքական գործընթացների մեջ եւ քաղաքական հայտ ներկայացրեց իշխանություններին հեռացնելու, ապա նա միտումնավոր ի սկզբանե հրաժարվեց եկեղեցական պաշտոնից, որպեսզի իր գործունեությունը չվերագրվի եկեղեցու։ Եթե մենք խոսում ենք այն մասին, թե արդյոք քաղաքականության մեջ տեսնել հոգևորականին թեկուզ եւ սա իր պաշտոնը սառեցրած հոգևորականին դա ժողովրդավարական երկրներին բնորոշ է, ապա կարող ենք ասել, որ ոչ։ Նման գործընթացներ, ասենք, չգիտեմ, Դանիայում, Շվեդիայում կամ որևէ այլ երկրում գրեթե չի հանդիպում կամ կարող է եզակի դեպքեր լինեն։ Սակայն սա վերաբերվում է այն պետություններին, որոնք կայացել են եւ ունեն քաղաքական դաշտ։ Հայաստանի Հանրապետությունը կայացած պետություն չէ, չունի քաղաքական դաշտ, գտնվում է գոյութենական վտանգի ներքո եւ եթե ես չեմ համարում, որ Բագրատ Սրբազանը այն անձն էր, որը կարող էր երկիր այս վիճակից հանել կամ իր նախաձեռնած գործընթացը բերելու էր դրան, բայց եթե բերելու էր դրան, ապա ես միայն կողջունեի, անկախ նրանից ինքը հանդիսանում է հոգևորական թե ոչ։ Մի շարք մարդիկ խոսում են այն մասին, որ հոգևորականները արտահայտում են լրատվամիջոցներով որոշակի կարծիքներ քաղաքականության վերաբերյալ։ Ապա ես սրա մասին պետք է ասենք, որ հոգևորականի քաղաքացին, որը աշխատում է հոգևորական, սահմանափակված չէ իր ազատ արտահայտման իրավունքով։ Բայց նա պետք է արտահայտվի որպես քաղաքացի։ Կնեք, այստեղ նաև մյուս կողմին արձագանքեմ։ Քաղաքացին, որը աշխատում է վարչապետ կամ падգամավոր, սահմանափակված է իր աշխատանքով իր ազատ արտահայտման իրավունքը եւ նա չի կարող հանդես գալ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Եթե հոգևորականը կարող է որպես քաղաքացի խոսել ինչ ուզում է, ապա վարչապետը կամ падգամավորները որպես քաղաքացի եւ հայ առաքելական եկեղեցի հետևորդ իրավունք չունեն խոսել ինչ որ ուզում են։ Դուք հոգևոր դասի այդ ներկայացուցիչների վարքագծի հետ կապված մտահոգություններ կամ խնդիրներ չեք։ Ես հոգևոր դասի վերնախավի եւ մասնավորապես Գարեգին Բ-ի հետ կապված ունեմ լրջագույն մտահոգություններ եւ ես եղել եմ այն մարդկանցից, ովքեր որ կոչ են արել 18 թվականին, հայ ի սկզբանե մաքրազարդել մեր հայ առաքելական եկեղեցու վերնախավը, որի վերնախավի մի շարք անձինք ներգրաված են քրեական հանցագործությունների մեջ եւ այդ քրեական հանցագործություններից որոշները բավականին հայտնի հանցագործություններ են։ Նրանք ներգրաված են եղել քաղաքականության մեջ եւ ոչ դասական իմաստով, այլ ժողովրդին խաբելու, ընդհուպ մինչեւ երկրի կաթողիկոսը կարող էր ընտրություններին ասել գնացեք եւ ընտրեք այս ինչ մարդուն։ Միանշանակ հայ առաքելական եկեղեցին մաքրվելու խնդիր ունի, բայց այսօր այդ խնդիրը դրված չի։ Ես դրա համար ի սկզբանե արձանագրեցի, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ իմանալով թե ով է Գարեգին Բ-ն եւ տարիներ շարունակ ինչով է զբաղվում, երբ որ ինքը եկել է իշխանության, ինքը փառաբանել է Գարեգին Բ-ին, ֆոտո հրապարակելով եւ ասելով սա դարակազմիկ ֆոտո է, ես եւ Գարեգին Բ-ն։ Դե խնդիրներ կային, փորձել են հարթել, այդտեղ ինչ պատվան կա, պարոն Սակարյան։ Ուր է այդ, որն է այդ խնդիրները եւ ինչպես են փորձել հարթել։ Որևիցե գործողությամբ այս իշխանությունները չեն փորձել հարթել այն խնդիրները, որոնք կան հայ առաքելական եկեղեցու վերնախավում։ Եվ գործողություններ կատարում են մենակ այն բանից հետո, երբ որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հայտարարում է, որ հայ առաքելական եկեղեցին մեր հակառակորդն է եւ վտանգ է հանդիսանում։ Բայց եթե իրենք խնդիր էին տեսնում, այդ խնդիրների մասին գիտեին տարիներ շարունակ։ Ունեին բարձր հեղինակություն ժամանակին եւ այդ հեղինակությունը ոչ թե չէր օգտագործվում, որպեսզի ազդեն այդ վերնախավի մաքրման վրա, այլ այդ հեղինակությունը օգտագործվում էր պաշտպանելու հոգևոր դասի վերնախավին։
որովհետև փորձում էին նաև եկեղեցին իրենք օգտագործեն, ինչպես օգտագործում էր նախկին իշխանությունը։ Ամփոփելով կաթողիկոսին փաստորեն հեռացնելու որևէ հնարավորություն չկա կամ Փաշինյանի այդ համակարգող խմբի ձևավորումը, որով նա առաջարկում է մարգարեների ձևավորումը դա հերթական անհեթեթությունն է։ Ինչ վերաբերվում է իշխանությունները ռեժիմը կարող են արդյոք հեռացնել Գարեգին Բ-ին, համոզված եմ, որ իրանք ունեն բազմաթիվ կոմպրոմատներ հավաքած Գարեգին Բ-ի նկատմամբ եւ կկիրառվեն այդ արդյոք դրանք չեն կիրառվի, կմիջամտի արդյոք Ռուսաստանը տվյալ հարցում, որովհետեւ նաեւ հայտնի է Գարեգին Բ-ի մի շարք կապեր Ռուսաստանի հետ։ Եթե միջամտի, ապա կմիջամտի որ կողմից, այսինքն կարող է եւ միջամտել, ասել Գարեգին Բ-ին, ասել դու հրաժարական տուր գնա, կարող է միջամտել Նիկոլ Փաշինյանն ասել դադարեցրու այս ճնշումները։ Այսինքն դժվար է ասել այս process-ը ուր կգնա, սակայն եթե շատ վատ է դա, բայց եթե իշխանություններին հաջողվեց Գարեգին Բ-ին հեռացնել այսօր, ապա դա եւս մի քայլով կթուլացնի Հայաստանի Հանրապետությունը, կթուլացնի հայ առաքելական եկեղեցու միջազգային հեղինակությունը։ Ես ինքս կողմ լինելով, որ Գարեգին Բ-ն չպիտի լինի կաթողիկոս, չեմ ուզենա, որ այսօր այս արշավի շրջանակներում Գարեգին Բ-ին հաջողվի հեռացնել, որովհետև դա վնասում է մեր երկրին։ Իսկ որ եկեղեցին պետք է մաքրվի, միանշանակ պետք է մաքրվի, եւ մենք տեսել ենք, եւ ոչ միայն վերնախավին, առհասարակ մեր հոգեվորականների բազմաթիվ ուրեմն վարկագծեր, որոնք վահել չեն ոչ մեր եկեղեցուն, ոչ մեր հոգեվորականներին, եւ այո, դրանով պետք է զբաղվել։ Բայց կրկնում եմ, այս իշխանությունները այդ ամենի հետ որևիցե խնդիր չունեն, նրանք խնդիր ունեն հարվածելու կառույցին եւ կառույցի հեղինակությանը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում է ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Գևորգ Սաֆարյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։